Եկեք բարձենք տարբերությունը տրիկոտաժե և գործվածք սլինգների միջև։ Ինչու։ Դա ընդհանրապես քեզ պետք։ Դե նախ եւ առաջ երեխայի անվտանգության համար։ Որովհետև որքան էլ տարօրինակ լինի, թեև դրանք նման են հնչում, իրականում դրանք երկու լրիվ տարբեր ֆունկցիոնալ տեղափոխման միջոցներ են։ Եվ եթե գործվածք սլինգով կապես այնպիսի կապ, որը նախատեսված է տրիկոտաժե սլինգի համար, դա անվտանգ չի լինի։ Երկրորդը, սա շատ կարևոր է փոքրիկի առողջության համար եւ ի դեպ նաեւ քո սեփական առողջության։ Որովհետև տրիկոտաժե սլինգը նախատեսված է առավելագույնը 5,5-6 կիլոգրամ քաշ ունեցող երեխաների համար։ Չնայած նրան, որ արտադրողները հաճախ գրում են մինչև 15 կիլոգրամ, իրականում 5,5 կիլոգրամից հետո տրիկոտաժը այլևս չի ապահովում բավարար աջակցություն երեխային նրան ֆիզիոլոգիական դիրքում պահելու համար, եւ ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է մոր կոնքի հատակին։ Եկեք սկսենք տրիկոտաժից։ Տրիկոտաժը հյուսված գործվածք է, որը ձգվում է, եւ հենց սա է նրա հիմնական տարբերությունը կտորից։ Տրիկոտաժը պետք է օգտագործել 3 շերտով։ Երկշերտ փաթաթումը տրիկոտաժե սլինգում անվտանգ եւ ֆիզիոլոգիական չի լինի երեխայի համար։ Տրիկոտաժե սլինգի համար նախատեսված է խաչ, գրպանի տակ փաթաթումը։ Հիշիր սա, որովհետև կտորե սլինգի համար այդ փաթաթումը կոչվում է խաչ, գրպանի վրա։ Այո, տարբերությունը ընդամենը 1 բառով է։ Այսպես, կտորե նյութը չի ձգվում, այն տալիս է այսպիսի ձայն ծափի նման եւ դրա համար նախատեսված է խաչ, գրպանի վրա փաթաթումը։ Իրականում այն պատճառով, որ տրիկոտաժե սլինգը հյուսված է եւ այն պարտադիր է գրել 3 շերտով, այն տաք է եւ ամռանը անհարմար է գրել։ Իսկ կտորե սլինգը առավելագույնս ունիվերսալ է եւ թույլատրված է երեխաների համար հենց ծննդյան պահից մինչեւ 3 տարեկան։